Սիրելի հետևորդներս, դաշտից եկա, մի քիչ հանգստացա և անցնում եմ երկրորդ փուլին։ Անոցը թափրտված է, դե պարզ է, թափրտված էլ չի, բարիքներն են բնության լցրած, այդպես էլ պետք է լիներ, որ ես մաքրեմ, լվանամ, որ չարչարանքս չընկնի ջուրը։ Առաջին հերթին ինչ եմ ուզում անել ես, սիրելի հետևորդներ, մասուր եմ մաքրում, ահա, մաքրել եմ այսքան, լավ, նենց էլ լավ փափկել են այս մասուրները, մաքրել եմ, լցնեմ այս թասը, լվանամ, ուզում եմ մասուրով թեյ պատրաստել հիմա։ Լավ լվանանք, իհարկե մաքուր բնություն, մաքուր օդ, սարերի օդ, նույնիսկ լվացվել է անձրևաջրով, ձյունով, այս վերջերում այնտեղ լավ ձյուն էր եկել, բայց դե ես լավ լվանում եմ, ահա, լավ լվացի, վերցնում եմ թեյնիկը, ճիշտն ասած սիրելի հետևորդներս, այս թեյնիկով միշտ լցրել թրմել եմ, երբեք չեմ դրել գազին, որ եռա, չգիտեմ կճաքի, չի ճաքի, ամենուրեք դաշտի բարիքներ, դաղց էի լվացել մի կտոր տենց կերա, ամանով այստեղ է, չգիտեմ կճաքի թե չի ճաքի, ինձ ասել են, որ հրակայուն է թեյնիկը, փորձում եմ, որոշեցի, որ մասուրով թեյ խմեմ, չգիտեմ, ինչ սուտ թե ճիշտ, հիմա կփորձենք, տանը մի քիչ է ջուր լցնեմ, բերեմ, ահա ջուր էլ լցրեցի, փակեմ ու դնեմ գազօջախին, չգիտեմ ինչ կլինի, եռացնում եմ, սա սենց դնեմ այստեղ, կամաց կանեմ, Աստված ջան հաջողություն տուր չճաքի, որովհետև մի հատ էլ ունեին, տենց դրեցիմ ինքը ճաքեց, հիմա սա չգիտեմ կճաքի ինչ կլինի, չգիտեմ հրակայուն է ինչ է, գնացի այս կողմ վրա, ես շեփը մաքրել եմ, սիրելի հետևորդներս, տեսեք ինչ ընտիր շեփ եմ բերել, իսկական են ժամանակն է, տենց լխտի քավեսին դալար ցողուններով, մի հատ նայեք, մեկը մեկից լավ, սիրուն, հաստլիկ, որն էլ վերցնեմ ցուցադրեմ, սիրելի հետևորդներս, երևում է, որ որակով է, դալար է, ցողունը տեսեք ճկվում է, այսպես ճկվում է, եթե դախանում է իրան այսպես անում ես, կոտրվում է, ճտում է, իսկ սա դալար է, սա մաքրում եմ սիրելի հետևորդներս, լվանամ, խաշեմ ու դնեմ սառցախցիկ, այն վերևներում բարձրանում է սարի վերևը, ավելի լավը կա, եթե գնանք կբերեմ, կհուսեմ, կչորացնեմ, ավելուկի հետ տապակում ես, խառնում ես, ընտիրություն է, մի քիչ ինքը թթվաշ է ավելուկից, շեփն ու ավելուկը իրար հետ խառնած տապակես, մի հատ գերազանց ընտիր համ ես ստանում, այստեղ տեսեք կտրել է ու կշարունակեմ կտրել, սա ավելորդ տերևներն են, դաշտում մեկ այչքան էլ մաքրես, սիրելի հետևորդներս,
Հետը էլի այսենց չորացած խոտի մնացորդներ են գալիս և մի բան էլ ցուցադրեմ, սիրելի հետևորդներս, քաղել բերել եմ, այսենց հերթով նորից մաքրում եմ այս կողի ավելորդ տերևները և պարտադիր այս պոչի հատվածից ես կտրում եմ, որտև ինքը ցեխոտ է, հողոտ է ու այդպես մնալու է։ Պարտադիր վերցնում եմ, այսպես մաքրում ու ծայրը կտրատում։ Դու չբերեցիր հաց հեն սեղանինը։ Ձուն խաշած կա է, Լիլիթ։ Սունկ եմ հեսա էփում։ Կուտես։ Լիլիթ, սունկ։ Հա։ Դու սունկ սիրում ես, հեսա այսի պրծնեմ, սունկն եմ լվում։ Ինչը։ Ինչ ես ուզում սարքես, Լիլիթ։ Հա ինչ անեն, կարակովել են անում։ Այս նեղպային սիրելի հետևորդներս Լիլիթն էլ եկել է խոհանոց, իր համար ձվածեղ է սարքում։ Փոքր կարագդիր, հա ինչ, կամ կարակ են դնում, կամ յուղ, մարդ կա, որ ձեթել է լցնում, Լիլիթ ջան։ Ես առանց բանական անում։ Հա։ Ասված չի լինի։ Ահա։ Թող է բանջնի։ Հա։ Չէ, կվարվի, կարակը դիր։ Կարակը դիր, ինքը որ հալի։ Դիր։ Կարակ դիր։ Ահա։ Մի քիչ կամացարա սկզբից, որ հալվի, հետո նոր բանը։ Այ, մասուրն էլ, թեյնիկն էլ վրան է, մասուրը, ջուրը տաքացել է, տեսնենք արդյունքն։ Ինքը կհալվի, դե փակի կարակը նորից դիր սառնարանը, ինչ վերցում ես իրա տեղերը։ Արագացրու, Լիլիթ, հենի բոլա։ Ես ասում կել կսարքեմ կուտես։ Դժվար ուտեղար։ Ինչի, դու սունկ սիրում ես, որ խաշում է, տանում ուտում էր։ Ոնց թե դժվար ուտես։ Ես ասընկերը, լավ, մի քիչ ուժեղացրու։ Մարալը, մամային չես գա ուքնես մանդակ մաքրենք։ Հա? Պոչերից կտրենք, խոտ չլինի։ Գետի։ Հա, հատիկ մաքրենք։ Կգաս։ Օրի մարալս ձունկեր։ Կլորակ ձվածեղ ես անում։ Հա, յուղը թո տաքանա, այս էլի Լիլիթիս կանի, մանալ։ Ահա։ Ես սենց արա միամիտ չկպնես, փորիտ կպնի շուր կա, դեր լիցրու։ Էդ ոնց պետք է մաքրես։ Նեսա որ մաքրեմ կգաս կտենաս ոնց պետք է մաքրեն։ Ինչ ես անում ապսը ես վերցնում, քիչ ուժեղացում։ Բարի լույս, եկեք իմ աղջիկներն եկան, որ Գնում եմ։ գթուղթը։ Գնում եմ վերցեմ, գնամ միանգամ։ Ակարս հայտարարեց, այդքան գնում էին, այդքան ասում էին։ Գնա, սիրելի հետևորդներս, վաղը մերին լքում է, այս բնակարանը վերջապես, մերին վերջապես ինչու ասին, որովհետև հետևորդներս այնքան են գրում, մերին երբ է գնալու, ինչի չի գնում, չի աշխատում, անջատի։ Ապրում ենք մամայի, պապայի հաշվին։ Մերին վաղը գնում է աշխատանքի արդեն, տանը կմնանք ես ու Լիլիթը, մերին գնում է, մերին ենց նստարնդե, ես այդ շեփը մաքրում ես ոնց, Լիլիթը մանդակ է մաքրելու հեսա։
Ես ուզում եմ այս կողքից։ Վայ, ես շեվ խոհարարը ինչ է անում։ Վայ, ապրի Լիլիթը, իրա հացը, դե տարնդե, սեղանն էլ է զբաղված, խեղճ երեխան չի իմանա որտեղ ուտի։ Զբաղված եմ, սունկ եմ եփում, սունկ, կուտեք սունկ մերի։ Սունկ լվանամ եփեմ, չեմ իմանում որ մեկն անեմ։ Երևի թե հիմա սունկը լվանամ, այդ շեփը թող մնա։ Ինչ բուսաբանական այգի ես։ Բուսաբանական այգի։ Լիլիթ ջան, ես ինչա կպես դե։ Կա սեղանին կեր, հոհանոցը զբաղված է, ես որոշեցի սունկը լվանամ։ Ասա, ահա, սունկերը լցնենք, որ լվանանք։ Պուպուշիկը։ Անչափ կկարոտեմ։ Փոխանագար, սարը սնկի։ Ինչ սարը սնկի։ Կգայր սարը սնկի, մաքուրոտ, 50 ժամ ասել լավ չեմ անել։ գեղեցիկ օդ, բա այս մեծ սունկիկները մամատ ոնց գտավ։ Աղ դու մի հատ սուկ տենում ես, երակով հրնում է։ Որ սունկը տենում ես, դու ճանում ես։ Ես այդ դաշտերը անգիր գիտեմ ինչպես 10 մատերս։ Այդքան անգիր ես գիտեմ։ Կորելը բացառված է։ Սիրելի հետևորդներս, այս սունկը ամենահամեղ սունկն է, ինքը բնական ճանապարհով է աճել դաշտերում, ջերմոցային չի, արհեստական աճեցված չի, բնական ճանապարհով աճեցված սունկ, բնական ճանապարհով։ Որ եթում ես ոնց է վերցնում, որ եթում ես, մի քիչ հետո, կերար ձվածեղդ, Իշ լավ սունկիկներ են, հավեսին, և ինչ բույր եմ առնում, ինչ հոտ եմ առնում, մասուրն է եռում, մասուրի, մաման ռոբոտ չի, 3 շաբթի կգնաս, վաղը, 3 շաբթի, Ոյ, ինչ լխտիկ են այս սնկերը։
Դե ինձ սիրելի հետևորդներս արդեն պարզա է սունկը պետք է լավ լվանամ, կտրեմ ու դնեմ որևի։ Այս Լիլիթի տապակը Բրիթեյը եռում է, բարեբախտաբար թեյնիկին բան չպատահեց։ Ես մտածեցի, որ հրակայուն չի, ասել էին հրակայուն է, այն մյուսը հիշում ես, որ դրեցի ճաքեց։ Նվեր եմ ստացել, հեսա, ծնունդիս։ Սերինեն է նվիրը, հեն բաժակների հետ։ Այո։ Սոկ խմեի։ Բա բերեցի, որ ասեմ սոկ սարքեմ, մերին խմի։ Ենքան կար դաշտերը մասուր, մերի։ Հիմա, հա, մի օր որ գաս, ես հիմա անջատում եմ սիրելիներս, թող մի քիչ տենց մնա, թրմվի, մի կես ժամից նորից կմիացնեմ եռա, ինչու եմ անջատում, որ իրա համը տա, հիմա որ լցնեմ, այն համը չի լինի, համովությունը չի լինի, թող կես ժամ մնա, նորից կեռացնեմ ու կխմենք։ Ուրախ ես, որ գնում ես վերջապես գործի, հա, մերի։ Այդպես։ Հիմա ես թեյնիկը դնում եմ այն կողմ, տեսեք, մնաց գույնը լավ կարմիր է եղել։ Այսա մի քիչ հետո իրան կեռացնեմ։ Եվ այստեղ ես պետք է հիմա սունկը լցնեմ, որ էփեմ։ Ահա լվացել եմ սունկը, սիրելի հետևորդներս, լվացի, կտրատել եմ և սա էլ վերջի կտորն է, ինչ հովեսին մսոտ է, ես սենց պինդ սունկեր եմ սիրում, իհարկե պինդն էլ նոր եղած սնկերն են էլի, ահա, ոյ, և ասեմ, որ սունկը էփելիս ջուր չենք լցնում կաթսայի մեջ, որովհետև սունկը ունի այնպիսի հատկություն, որ շատ ջուր է կլանում։ Զգուշ, այսպես լցնեմ, չպոկրտվի։ Տեսեք, ինչքան ջուր կա ստեղ, բայց այդ ջուրը չեմ ուզում լցնել։ Ջուրը չեմ ուզում, որ լցվի։ Ինքը էփվելու է, ինչից ահագին ջուր է դուրս տալու, փոքրանալու է սունկը, պակասելու է մի քանի անգամ։ Ինչքան էլ ջուր է դուրս տվել ես ամանի մեջ։ Ոյ։ Դեռ ես այն հիմնական սնկի տեղերը չէր, հիմնական ես ունեմ սնկի տեղեր, որ անգիր գիտեմ, երբ է լինում, հատ առ հատ գիտեմ, սիրելի հետևորդներս, դրա հետևից հետո կգնամ, սա այն, որ մանդակի տեղը լինում է, հատուկ սնկի գնում ես, այդ դաշտը միայն սունկ է, այդ սարերը միայն սունկ են, էլ ոչ մանդակ կա, որ քաղես, միայն սունկ, պետք է ման գաս, միայն սունկ հավաքես, էդի մի կողմից լավ է, ոչ թե սենց, բայ մանդակ քաղեմ, մի քիչ մասուր, շեփ, մենակ սունկ է, այդ կողմի վրա, ահա, սա վերցնեմ ու միացնեմ, ջուր չենք լցնում, սունկը էփելիս իմացեք, հանկարծ ջուր չլցնեք, տեսեք լվացել է ինչքան ջուր դուրս տվեց ու ինչքան էլ իրա մեջ ջուր կա ու ծանրանում է սունկը, երբ որ լվանում եք, դե ջուր է։ Ամենահամով սունկն է մեր տարածքի, մեր տարածքում մի քանի տեսակ սնկեր են աճում, ես ամենաշատը տեղ եմ տալիս հենց այս կապույտ ոտ սնկին, կա այնտեղ գառանդմակ, շամպինյոն, աղվեսադունչ, շեկլիկ, յուղասունկ,
բայց ամենասարի սունկը, սիրելի հետևորդներս, բայց ես ամենաշատը ես եմ սիրում։ Սիրելի հետևորդներս, էլի սնկեր ունեմ, մի քիչ էլ հենա դրեցի, հետ էլ մաքրեն, շատ կա, չգիտեմ։ Վերից այսպես ազատվեմ, նոր կլցնեմ, կլվանամ, որովհետև եթե հողոտ լցնում եմ, մտնում է այդ հողը թերթիկների մեջ։ Ամեն մի գործն էլ դժվար է, սիրելիներս, տեսնում եք, չէ՞։ Ինչ մանրակրկիտ մաքրում ենք, ամեն ինչը փորձում եմ տեղը տեղին լինել, մաքուր։ Քանի որ մաքրելով գալիս եմ, հիմա հերթը հասավ այս սխտորուկներին, սա էլ արագ մի հատ սենց մաքրեմ, վերցնեմ, աղցան եմ պատրաստում, դաշտի սխտորուկն է, մեջը աղցանի լցնում եմ, համովաշատ, ոնց որ սխտոր կտրատես կամ սոխ, յուրահատուկ համում ես սխտորուկը, սրանից քաղել եմ ես շատ, հուսում ենք, ջրիկ բանջարների մեջ ենք գցում, թթու ենք դնում, իհարկե այն հաստերը, տեղ կա, որ շատ հաստ է, լավն է, պաների մեջ ենք գցում, պանիր երբ որ սարքում են, տնական պանիր, մեջը սխտորուկ են գցում, համով է շատ լինում, սխտորուկով պանիրը, դե իմ խասյատն էլ էտա, դաշտը ինչ, տենամ օգտակար բույս, պետք է մի քիչ, ամեն մեկից հավաքեմ, բերեմ տունը, անցած տարի սառցախցիկ էլ էի դրել, շատ լավ էր եղել, օգտագործեցի, ես էլ սխտորուկը, հիմա հերթը հասավ դաղցին, բա, այդքան քաղել եմ, դի հերթով բոլորն էլ մաքրեմ, ես էլ լցնենք այստեղ, այստեղից էլ ջոկեմ դաղցը, Մարիկս, Լիլիթ, ոնց է քո գործերը այդքում։ իմ գործերը շատ վատ են, մայրիկդ հոգնած է, Դե թող այդ գործը գնա պարտի։ ախ գործը վաղվան չեն թողում, Լիլիթ ջան, վաղը նոր գործեր, նոր բաներ, գործը ոնց ես վաղվան թողնեմ, Այդ պետք է մաքրես։ այո, բասիր կգամ կօգնեմ, խաբեցիր, հա Լիլի, Մաքրեմ։ հա, ասել սենց, հա Լիլիթ, Ոնց մաքրեմ։ ինչը ոնց մաքրես, էսի մի հատ դրսի բալկոնը հետո կբերենք, կմաքրենք, մասուրը այնքան էլ բան չի, կարևոր չի, մասուրը,
քիչ ոնց որ թե խոհանոցս մաքրվում է, սիրելի հետևորդներս, քիչ մաքրվում է, գալիս է իր տեսքին։ Դեռ չի եռացել, բայց նայեք, ինչքան պակասեց ու ինչքան ջուր դուրս տվեց։ Բա պատկերացնում եք, որ ջուրը լցնենք վրան, ինչ կլինի, կհլնի, կթափվի։ Այդպես փրփուրը կարելի է վերցնել, կարող է, գիտեք ինչու եմ վերցնում։ Այս փրփուրը վերցնեմ, սիրելի հետևորդներս, գիտեք ինչու եմ վերցնում, արդես, ոնց է լվանում ես, ինչ ձև է լվանում ես սունկը, իր այդ թերթիկների արանքը ինքը կարող է փոքրիկ խոտի կտոր լինի կամ ինչ որ մի բան, այս փրփուրը որ տալիս է, այդ միջի ավելորդությունները փրփրի, այս փրփուրի մեջ են, մենք էլ սենց սիրուն վերցնում ենք։ Այս սնկի ջուրը այնքան համով այսա մի քիչ խմելու եմ։ Ինչքան ջուր եղավ է։ Սունկը պակասեց, ջուրն էլ ավելացավ։ Եկար Մերի։ Էս ինչ одноразовый տոպրակ, էս ձևով արդեն։ Մամայի մարալները, բա էլ ինչ ես բերե։ Էսի գործի տեղ։ Ինչա։ Դե լավ վերցրու ստեղից տար դրան, գնումները տար, Մերի, ու արի սունկը եղավ, որ ուտնեն, կաղա մասուրի թեյ խմես։ Ինքը շատ լավ արդեն համը տվել է, այսա տաքացնեմ, հիմա տաք մասուրի սոկ ալնում։ Տակ չէ, սաղը։ Քչացնեմ, նոր աղլցնեմ, շատ է։ Հենց խաշած կուտեք, խաշածել է համով։ Ձվով չեն ուզում, սոխառածով էլ դու չես կերը, չէ, կաղանեմ չուտեք։ Սիրելի հետևորդներ, ես այս սնկի ջուրը շատ եմ սիրում, մի բաժակ կլցնեմ, կխմեմ, ուրեմ սնկից նաև կարող են փոշի պատրաստել, պիցաների մեջ օգտագործելու համար, իրան չորացնում ու աղում ենք, դառնում է սնկալյուր, պիցաների մեջ օգտագործում ենք, ես էլ ես կխմեմ, հիմա չեմ իմանում, էսի խմեմ, մասուրը խմեմ, բայց սնկը այսպես շատ լավ է ջուրը, այ, ընտիրություն է, Լիլիթ կարող ես սնկի ջուր ուզես, Լիլիթ, Արի հլը, ոչ մեկ էլ սնկի ջուրը չուզեց, սիրելի հետևորդներս, դե ես էլ այդքան հոչ չեմ խմի, մի բաժակը բավական է, այս սնկով, բրնձով փլավնելը համով, կարելի է պատրաստել, այսքանը հո հիմա չկերան, Ինչին է երևմարտիկը նորին տում։ Լավ, այ մամա ջան։ Դե աղցանիկ էր, ես էլ թող սառի, որ չեք ուտում, կդնեմ սարցախցիկ, ես գործ ունեմ անելու, ինչ գնամ քնեմ։ Ինչ գործ։ Ինձ են սպասում բանջարները։ Այգեբան է ստորել։ Այգեբան։ Դաշտը բան թողել ես գոնե։ Խոցորը հոգնած է, ես որ հոգնած չեմ։
Այսօր շատ առույգ եմ։ Ասում են հայ գնա քնի, հայ գնա քնի։ Ուր քնեմ։ Այս գործերս ոնց թողեմ քնեմ։ Մի հատ այս սնկի ջուրը ես կխմեմ ու զուգահեռ այս շեփը կմաքրեմ։ Մանդիկը այսա մաքրում լցնում եմ։ Այսի ավելորդություններն են։ Այս ինչ համով է այս սնկի ջուրը։ Այս մանդակները միջի ցանեմ, ցանկացած բանջարել այս պոչի մասը կտրում եմ, որ այդ հողի բանը վերանը։ Ինչ լղտիկ են շեփերը։ Ուղղակի գիտեք ինչն ա վատ, սիրելի հետևորդներս, որ կարաս մեշոկով, շպարկերով հավաքես շատ, մի քանի մեշոկ հավաքես, բայց դե շալակել բերելը ահա որ դժվար է, որ ավտո հասներ այդ վայրերը, իհարկե հասնում է, բայց սովորական ավտոն չի գնում, կարող ես մեշոկներով քաղել, այնտեղ շատ կա և մարդիկ էլ շատ քիչ են գնում շեփի համար էլ։ Հատ պետք է նայենք, որ չոփ չգնա, խոտի ավելորդություն չգնա։ Դնեմ ինքո, կումկուման եմ, ոնց որ թե շեփից պրծնում եմ, մենակ չգիտեմ, ես լվանամ, եթե լվամ, ուրեմն պիտի խաշեմ, ես շեփը մի քիչ լպրծուն է, կարող է լվանամ ինքը, չգիտեմ, ինչ լինի, մաքրեմ և կորոշեմ, միգուցե մինչև մանդակ մաքրեմ, ես էլ արանքից խաշեմ հանեմ, հեսա տանեմ, լցնեմ ջուրը, որոշեցի, մեկ ակնթարթում։ Նայեք, ինչ լավն են, է։ Հա, լիլիք ես, լիլիք, նիշտի, մոմուն կորոտիլո, մորոլին, հա, մորոլո, որ գրկում եմ հոգնածությունը սանցնում եմ, ուլեջ, մորոլը, դասերդ գրիր անանյուն, հա, պրիմ աղջիկը, խելացիս, խելացին, մի ատենսին իմ բեր է շեփերը դնենք վրեն, սպասի մաման դնի տարանդ է, բեր, Այդ պետք է հուսես։ Չէ, լվանում եմ, որ խաշեմ դնեմ։ Մա, որ հուսել են բանը լինի կկանչես։ Ինչը։ Որ ես էլ հույսեմ։ Ձեվ գիտեմ հույսել։ Հա։ Ինի ավելուկին կկանչեմ, եսի չենք հուսում, եսի բան ենք անում։ Խաշում եմ դնեմ սարցախցիկը։ Հուսել սովորեցի։ Որտեղ է սովորը։ Գերիս ասել։ Հա։ Հա։ Եսի կարաս են սիրուն դնես, ընդ է տանես, հա, թե չես կարա։ Դե տարետ է, ոպ։ Լիլիտ մեկ էլ այդ տոպրակը բեր, հետա, չէ, գետիննա, աղբի տոպրակը,
Հա, որ ես ավելորդությունները մի հատ լցնեմ մեջը տանես։ Մի րոպե, Նանա ջան։ Պահի։ Լիրես կողմի վրա, որ էլի մաքրենք։ Դուրն է փակի կուխնում։ Մանդակը հեշտ է մաքրելը։ Մայրի, մակ կոֆե խմես։ Դուք խմում եք։ Մանդակ մի քիչ բեր։ Այստեղ։ Հա, լցրու։ Չեն ծաղում։ Չէ, հետի դաղդղան չի ծակում։ Հիշում ես փոքր ժամանակ շենքի հետևը խաղում էի, այնտեղ դաղդղաներ են, այնտեղ չգիտեի դաղդղանա ու ծակող։ Վերցրեցին, հետո սկսավ ծակծկեց, կզեկամ տուս սկսվել լացեք։ Հելիքա, հելիք։ Էլի բեր։ Ասում ես դեղի հետո բար է դաղդղաների։ Էլի։ Չէ, եսի մաքրեմ, նորից կբերես։ Ինչ լավն են, չէ։ Այդ տապջուրը բացեցի։ Հնարդաբար։ Փակեմ։ Հատ առ հատ պետք է լվանամ։ Մի 2 րոպե թող մնա այսպես ջրի մեջ փափկի, վրայի են կպած բաները, որ պոկվեն։ Հետո կգամ մի քանի ջուր, լավ կլվանամ, կմաքրեմ։ Մի քանի րոպե թող մնա։ Այսքան մանդակ կա դեռ է, հեն էլ մաքրում եմ։ Մաքրում եմ ու սիրելիներս, գիտեք ինչ եմ մտածում, մի ժողովրդական ասացվածք էլ կա, չէ, որ ասում են շուն սատկացնողը ինքն է քարշ տալիս, հիմա իմն է, բերել եմ, ես էլ պիտի հլու հնազանդ առանց տրտնջալու մաքրեմ։ Սիրելի հետևորդներ, շեփն եմ լվացել, ահա, մի քանի անգամ լավ լվացել եմ եւ վերջնական հիմա ջրի տակ պահում եմ, այսպես, հատ-հատ, տեսնում եք, այսպես, հատ-հատ պահում եմ, մաքրում հոսող ջրի տակ, ու սա վերջնական լվացումն է, մի քանի անգամ արել եմ, ջուրը մաքրել, թափել, որ ոչ մի բան չմնա։ Ու հեսա դնում եմ, որ քաշվի։ Սիրելի հետևորդներս, ես լվացի շեփը, փակել եմ ջուրը լցվում է, իր տեղը շեփը զիջում է մանդակին։ Այսքանը մաքրել եմ, սա լվանամ։ Գնամ էլի մաքրեմ, ջուր լցնեմ, եռացնեմ, որ շեփը խաշեմ։ Ահա։ Սա
փակեցի, սիրելի հետևորդներս, մի քանի րոպե թող մնա եւ ես անցնեմ իմ գործին, բայց մի հատ սա միացնեմ, նորից մանդակ մաքրելու։ Այսքանը մնաց, հա, բան չմնաց, սիրելիներս, ես ինքս ինձ հույս եմ տալիս։ Հա, պրծամ, գյուղը կայնի գերան կկոտրի, օգնիկ պրծամ։ Օգնիկ պրծամ, մարալները օգնին, մաման պրծավ։ Սիրելի հետևորդներ, ջուրը եռում է եւ ես հիմա շեփն եմ խաշում։ Գործերից պրծում չկա, չէ։ Հավեսին լվացել եմ, քիչ-քիչ կխաշեմ։ Ոյ։ Երևի ես էլ մի անգամ, ես էլ սենց։ Մի հատ նորից շուռումուռ ենք տալի, շատ չենք խաշում։ Չէ։ Վաղվա համար, այսօր գցել եմ, արեք գցել եմ։ Այսի սեն շուռումուռ ենք տալի էլի, բայց չեմ թողում շատ խաշվի։ Բավական արդեն և լցնում ենք։ Պատկերացրեք, որ ինքը դեռ չի եռացել, բայց ես հանեցի, շատ պետք չի, որ փափկի։ Եվ հաջորդը։ Հա, լիլի։ Հա։ Այդ հետևի մասը։ Այդ դրանով, այդ ասեմ օգտակար չի մարդու համար։ Ինչ գիտես օգտակար չի, օգտակար է, ինչ օգտակար չի։ Սիրելի հետևորդները սա էլ անջատեցի և դնեմ, որ քամվի ինքը։ Ողջ գիշեր կմնա, առավոտյան նոր կդնեմ սառցախցիկ։ Ահա։ Կանուր է։ Ողջ գիշեր այսպես կմնա, նոր առավոտյան կդնեմ սառցախցիկ։ Սունկն էլ սառցախցիկ կդնեմ։ Ահա։ Այստեղ ցելոֆանը փռում եմ, սիրելի հետևորդներս, սրբիչը փռեմ, այս լավ լվացած է, այս մանդակը, լցնեմ այստեղ։
Ահա սա էլ մանդակը, սիրելիներս, նախապատրաստել եմ, որ խաշեմ, լավ լվացել եմ, շատ անգամ այստեղ կիսալվանալ է և գնամ նորից մաքրեմ, վերջապես ես պրծա իմ գործերը, սիրելի հետևորդներս, տեսեք մանդակը էլ չկա և տեղափոխվել է այստեղ, լավ մաքրել եմ, լվացել եմ տեղատեղին, մնում է, որ վաղը գամ ու խաշեմ դնեմ սառցախցիկ, կեսն էլ այստեղ է դեռ ինքը քամվում է, այսքանը սիրելիներս, քիչ առաջ իմ խոհանոցը խառը վիճակում էր, ամբողջությամբ համեղություններով էր լցված, դաշտի բարիքներով և հիմա էլ տեսեք հաղթահարեցի գործերս, Լիլիթ, մասկայա դրե մազերին, հա, էլի մասկա ես դրե, տակից ինչ ես կապե, մասկայա դրե, Լիլիթն է լողացել պարտադիր իրա մազերին մասկայա դնում, վայ թիթիզ Լիլիթ, ինչ էիմ ասում եկար մտքիս թելը կտրեցիր Լիլիթ, ուրեմն հա հաղթահարեցի իմ գործերը, շնորհավոր, լավ երազանքներ, Չես իմ հոպուխնի տենց բանջարը դրած գետնիները, դե գետինը մաքրեցի, լվացի, բա որտեղ լցնենք, հիմա այսի ես հաղթահարեցի սիրելի հետևորդներս, մնում է որ վաղը գամ խաշեմ դնեմ սառցախցի, բայց սա ես հիմա այստեղից վերցնում եմ լցնեմ տոպրակները, ինչու, որովհետև մինչև առավոտ կմնա, ճիշտա ցելոֆան եմ փռել տակը, բայց կահույքը կարող է ուռել և վնասվել, հիմա ասելա մենք ենք ջուր լսրել ուռելա, սիրելիներս ձեզ ասում եմ բարի գիշեր, Այդ պատմություն ասեմ, մեր եզրանը նստած ենք, YouTube-ով ենք, телевизорով բան ենք նայում, YouTube-էր, իջան ցած բանն է, Իշնում եմ, տենում եմ քո վիդեոն։ Հա, լավ Լիլիթ, սիրելիներս ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ երազներ, լայքեք, չեմ ասեք, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք այդ վիդեոն։ Պակա, սիրս գնամ խելը մազերին։